Հոնքեր ընդգծելու համար օգտագործում ենք թեք կտրվածքով վրձին, սֆերաներկը, որով որ պետք է ընդգծենք, պիտի լինի մազերի երանգից 1-2 տոն բաց։ Սուր կողմը նայում ավերև, բութ կողմով իջացնում ես։ Վերցրեցինք, ընդգծեցինք, վերցրեցինք, ընդգծեցինք։ Տակի հատվածը։ Նա, ես վերևից եմ պահում վրձինը, ինձ սենց է հարմար։ Վերցրեցի ավելի հանեցի, դրեցի, քիծս տարա։ Հետո սկսում ես աշխատել հոնքի սկզբի հատվածում։ Մի քիչ առաջ ենք գալիս, դնում ենք վրձինը այս դիրքով, բարձրացնում ենք մազիկների ուղղությամբ վերև։ Այստեղ մենք գիծ ունենք, չէ՞, ոչ թե նորից վերցնում ենք ու լցնում ենք հոնքերի ներսը, այլ այս մեր ունեցած գիծը տարածում ենք դեպի վերև։ Սանրում ենք։ Այս սկզբի հատվածում մեր մատիտով սենց տալիս ենք մազիկների իմիտացիա, վերցնում ենք թեք կտրվածքով վրձինը, մեր կարեկտորը։ Դրեցինք, ձգում ենք։ Դրեցինք, ձգում ենք։ Իջացնում ենք դեպի ներքև։ Մատով մի թեթև պատտուշովկա ես տալիս։ Գալիս ենք, գիծը տունես, սկսում ես տարածել դեպի ներքև ու ուշադիր ես լինում, որ շատ մեծ տարածք չես վերցնում, հա մի փոքր։ Ֆիքսելու համար օգտագործում եմ Vivienne Savoy ֆիքսատորը, իր հիմնական շոտկայով։ Հենց ենք անում, որ ֆիքսատորը լավ նստի մազիկների վրա։ Հետո վերցնում ենք մաքուր շոտկը ու համ մազիկները ֆորմայով նստացնում ենք, համ էլ ավել ֆիքսատորը մազերի վրայից հանում ենք։